Դե Անահիտը սարսափելի գեղեցիկ է։ Կնոջը գեղեցկացնում է նախ տրամադրությունը։ Իհարկե իմ տրամադրությունը միշտ շատ բարձր է լինում, երբ որ մենք որևէ տեղ ենք գնում։ Ես ոգևորված եմ լինում։ Իհարկե ես մի քիչ ինձ գեղեցկացնում եմ, աշխատում եմ իրեն դուր գալ անպայման։ Կինը երբեք չպետք է մոռանա, որ ինքը պետք է դուր գա ամուսնու։ Անկախ տարիքից ու անկախ այն տարիներից, որոնք իրար հետ անցկացրել են։ Անահիտի մոտ տարիների ընթացքում այդ չի փոխվել։ Ինքը նույն ձևի պետքա լինի, սախտերը տեղին, կոկլիկ եւ այլն։ Իր հետ ուրիշ է։ Ինքը ավելի նուրբ է ինչ որ զգում։ Ես երբեք չեմ նկարել։ Իր հետ այդ տրամադրությունից ուղղակի այսքանը նկարեցի ու վերջ։ Վեճեր է ալնում, խռովում ենք, հետո թրթռոցով բարышում ենք։ Այդտեղ կա թրթռոց։ Շատ անգամ եմ զգացել, ես հիմա չեմ կարող առանձին նշել, դա այնքան շատ է եղել, որ իհարկե։ Գիտեք, նց խորը ինչ որ հաճելի պահեր են ելնում, մի տեսակ շատ մտերմության, էլի։ Ոնց որ ասենք հոգուտ կես է լինի, էլի ինքը։ Արիտիկին Անահիտ ջան։ Համեցեք։ Ահա, մտանք գայի պողոտա։ Արդեն բարի լույսը ասել ես, հա, դու տաննա ասում սովորաբար։ Ընթացքում գործի հետ նկարում եմ։ Իսկ սկսել եմ, որտեվ մենք Անահիտի հետ երկու շատ լավ ընկեր ունեինք, դասընկերներ։ Մեկը գնաց Ամերիկա, մյուսը Մոսկվա, ընտանիքով։ Մենք իրանց հետ շատ մոտիկ էինք ու շատ կարոտում էինք։ Ու մի անգամ մտածեցի, օրը մի 5 րոպե նկարեմ, կիմանան էլի ինչ եղանակ է, ով ինչ է հագնում։ Էդ էլ չգիտես։ Ինձ դու խայտարակ ես։ Իհարկե։ Առաջին երկիրը, որը մենք իրար հետ գնացինք, դա Հռոմն էր, Իտալիայի մայրաքաղաքը, եւ ես ամբողջ կյանք հետաքրքիր է, որ երազել եմ իմенно հենց Հռոմը գնալ։ Արմենը ընդհակառակը Փարիզն էր ավելի ուզում գնալ, բայց մենք գնացինք։ Դե ընդհակառակ չէր, բայց դե ավելի իրար սիրեցինք։ Ճանապարհությունից հետո։ Պատկերացրեք, որ հա, ինչ որ ավելի ամրացավ մեր այդ կապը, չէ՞ Արմեն։ Հա։ Լավ եղանակ է։ Տաք է, էլի։ Հա, տաք է։ Ինը երրորդ դասարանից իրար հետ ենք Շևչենկոյի դպրոցում։ Անահիտ ընդեղ էր, ես եկա Պուշկինսկիից տեղափոխվեցի ու հանդիպեցինք, առաջի հայացքից սիրահարվեցինք։ Չէ, տենց չէր իհարկե։ Մենք դպրոցը ավարտեցինք, հետո մի 6 տարի հետո նորից հանդիպեցինք, զգացինք, որ ինչ-որ բան բաց ենք թողել։ Նույնիսկ անբացատրելի է ասել։ Կարապի լճում հանդիպեցինք։ Հանդիպեցինք, ու ինչ-որ մի հատ ուշ, հա, ինչ-որ։ Այլ մի բան կատարվեց։ Դե երեկույթներ բարբեր անում էինք, միշտ իրար հետ դե ապարել ենք, համբյուրվել ենք, բայց Չէ, մենք չենք համբյուրվել, մենք հետո համբյուրվեցինք։ Դե բուտիլկա որ խաղում էինք, համբյուրվում էինք։ Չէ, այդ ձևի գեղեցիկ առաջարկներ ոնց որ հիմա են արվում, այն ժամանակ չէր արվում, բայց ծնունդիս եկավ անսպասելի եւ եկավ վարդերով իմ տարիքի քանակով 21
Ինձ համար դա իսկապես շատ անսպասելի էր։ Այդեր, եւ այդտեղ երևի առաջարկությունը այդտեղ կատարվեց։ Անահիտը անսպասելի շատ բան շնորհքով որպես տանտիրուհի։ Իսկապես ինքը շատ գեղեցիկ էր, ունես տեսք ուներ, որ այդ անսպասելի էր, էլի։ Այո, միշտ տանը փայփայել են ու ոչինչ չեն թողնում անել։ Առաջի վախտերը ճիշտ է զանգեր տալի մաման հարցում էր, այս ճաշը ոնց սարքեմ են ճաշը ոնց, բայց հետո ինքը ընտանիք սիրում է շատ։ Չէր խեղդում։ Երեխաներն էլ մեզ երբեք չեն խանգարել, որովհետև Արմենը շատ էր երեխաներ սիրում։ Մի բան ասեմ, եթե սերը ելներ տենց խոսքերով ինչ-որ ձևի ասել, իսկ հիմա ոչ պոեզիա կլներ, ոչ երաժշտություն կլներ։ Այդ սաղ մարդիկ տարապում են, որ այդ սերը մի ձևի արտահայտ են, չէ՞։ Չի կարելի ասել, որ Արմենը իմ առաջի սերն է, նույնն էլ իր մասին չի կարելի ասել, բայց կարևորը ոչ թե առաջին սերն է, այլ վերջին։ Ոչ թե վերջին, այլ իսկական սերը։ Հիմա մենք այն էտապի մեջ ենք, որ արդեն չգիտենք ինչ է մեզ վաղը սպասում։ Եվ ես մաղթում եմ միայն առողջությունը, սիրված ամուսնու։ Նույնն էլ երևի ինքն է ինձ մաղթում, որ մենք ավելի երկար կարողանանք իրար հետ մնալ։ Դա է իմ հիմիկվա մաղթանքները։ Իսկ քոնը Մի բարձի ծեր։ Դե մենք արդեն ծերացել ենք։ Դե դուք մեզ փագեք, մենք համբերվենք։